Այ շնորհակալ եմ քո խոսքի համար, օրհնում ենք այսօրվա ծառայությունը, թող փառավորվես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա, ամեն։ Այսօր Աստված սրտիս դրել ա, որպեսզի խոսեմ հանգստի մասին։ Հանգիստ, որը անհրաժեշտություն է եւ պատվիրան, այսպես եմ վերնագրել։ Հանգիստ, որ անհրաժեշտություն է եւ պատվիրան։ Սկսեմ հենց Մատթեոսի 11:28-ից, որը իմ շատ սիրելի համարներից մեկը դարձավ այս վերջի տարիները։ Աստված ասում է այստեղ. «Եկեք ինձ, բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ»։ Գիտես, այս համարը դպրոցում եմ դասավանդելուց այս մի երկու շաբաթ այս համարի մասին ենք խոսում նաև դպրոցում։ Այս համարը 3 մասի բաժանված համար է եւ գործողություն կա այս համարի մեջ։ Աստված ասում է եկեք ինձ։ Եվ այստեղ Աստված пассив է եւ դու պետք է ակտիվ լինես։ Աստված իր գահին է եւ նա քեզ է կանչում։ Եվ շարժվողը դու պիտի լինես, եկեք ինձ, Տերն ասում է։ Երկրորդ մասը դա հոգնած եւ բեռնավորված։ Գիտես, շատ հոգևորներ այսօր անգիր արած ինչ որ արտահայտություններ ունեն իրենց կյանքում, երբ որ հարցնում ես, իհարկե ճիշտ է, ես չեմ ասում սխալ է, բայց թերիա մեր շարժի համար, թերիա մեր գիտակցության համար, մեր միտքը пассив է դառնում, երբ որ մենք անգիր ասած խոսքեր ենք ասում, երբ որ հարցնում ես ինչպես ես, ասում են փառք Տիրոջը, շատ լավ ենք, ամեն բան նորմալ է, բայց ոչինչ էլ նորմալ չի։ Գիտես խե եմ սա ասում, չեմ ասում ոչինչ, ուզում եմ ասեմ ինչ որ խնդիրներ բոլորի կյանքում կա, բայց երբեք ու երբեք այդպես չեն համարձակորեն ուզում, թեկուզ իրենց ասել, որ խնդիր կա։ Եվ հոգնած բեռնավորված բառերը այստեղ ներքին գիտակցության մասին է խոսում։ Դու պետքա գիտակցես, որ դու հոգնած ես եւ բեռնավորված։ Եթե ոչ, դու չես կարող Տիրոջ ներկայության մեջ գնալ հանգստանալու։ Դու կգնաս այնտեղ պատերազմելու, դու կգնաս այնտեղ խլելու, պոկելու, մարգարեանալու, դու կգնաս այնտեղ օծություն վերցնելու, բայց դու ոչինչ չես ունենա, եթե դու հոգնած ես։ Եվ Աստված ինձ այս 2-3 շաբաթ այս թեմայով սովորեցնում է, որ որքան կարևոր է հանգիստը։ Եվ Աստված մեզ ճանաչում է, նա հենց այնպես այս համարը չի գրել։ Եվ այսօր եթե մեր մեջ կան մարդիկ, որոնք հոգնած են եւ բեռնավորված, գիտես ուզում եմ քեզ այս բարի լուրը ասեմ, բոլորի մոտ էլ կա դա։ Եվ Աստված ճանաչում է քեզ, քեզանից լավ, ինձանից լավ, եւ ասում է հոգնած ես, դուստրս, արի իմ ներկայության մեջ, քայլ արա, արի իմ մոտ։ Եվ երրորդ մասը, որ Տերը խոստանում է, սա խոստումն է, միակ մասը այս համարում, ձեզ հանգիստ կտամ, իմ շալոմը կլցնեմ։ Եվ ովքեր որ Տիրոջ ներկայության մեջ մտնելու հմտություն ունեն, իմ հետ կհամաձայնվեն, որ միակ վայրը, որը որ քեզ կատարյալ խաղաղություն է տալիս, երկնային շալոմը, դա Տիրոջ ներկայությունն է։ Գիտես, կարող է դու միացավազրկող խմես, դա կտևի մի 3 ժամ մաքսիմում, եթե գլխացավը նորից կգա, եթե մտքերի հարձակում է նորից ետ կվերադառնա, եթե ներվային ճնշում այդ ատականները քո կյանքի վրա դա նորից կվերադառնա, հոգեմետ դեղեր կխմես, կբժժես, կդառնաս մի բույս եւ ոչինչ չես զգա, ոչ էլ Աստծո ներկայությունը։ Բայց այստեղ Աստված երկնային դեղերի մասին է խոսում, դա իր ներկայությունն է։ Եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես
ձեզ կհանգստացնեմ։ Եթե դու այսօր հոգնած ես ու բեռնավորված, մի պահ այսպես ձեռքերդ բացիր, ասա Տեր, լցրու ինձ քո խաղաղությունով, ես քո բժշկության կարիքն ունեմ, լցրու քո շալոմը ինձ վրա Տեր, հանգստացրու ինձ Տեր, երկնային շալոմը տուր ինձ Տեր, որ կարողանամ երկրի վրա ներկայացնել քեզ Տեր, քո խաղաղությունով Տեր, Տեր օրհնիր քո զավակներին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Մենք ապրում ենք իրականում նաև շատ զբաղված մի աշխարհում, համայնքներում, երկրներում, ես չգիտեմ Հայաստանում ինչ չափի մի ռուս բլոգեր էր, որը ասում էր հայրը միայն ուրախանում են այսօր այս ֆեստիվալն է, վաղը մյուս ֆեստիվալն է եւ գիշերները զբոսնում են, ուրախանում են, չեմ հասկանում, ասում է երբ են իրանք աշխատում եւ որտեղից իրականում այդ գումարները վայելելու մենակ ինչի համար եմ սա ասում, Եվրոպայում այդպես չի, Եվրոպայում դու առավոտը ժամը 7-ին քո բուձելնիկը խփում է ու դու պիտի արթնանաս ու գիտես որ վсё, արթնացար ընկար այդ հոսանքի մեջ եւ պիտի սկսես։ Ես հավատում եմ նաեւ աշխարհի շատ այլ եւ այլ երկրներում այսպես, նաեւ Հայաստանում շատերի համար եւ սկսում է քո այդ զբաղվածությունը, վազքը կարելի ասել, դու աշխատում ես, հոգսեր ես կրում, ծրագրեր ես կազմում, պայքարում ես, սակայն Աստված հենց սկզբից ցույց տվեց, որ իր կամքը միայն աշխատելը չի, այլ նաև հանգստանալը։ Աստծո մոտ ամեն ինչ բալանսավորված է։ Աստված մարդուն չի ստեղծել անընդհատ հոգնած ու ծանրաբեռնված ապրելու համար։ Եվ հենց գիտակցելով մարդու բնույթը, նաև այդ չբավարարվող բնույթը, Աստված ասում է հանգստացեք, կանգ առ, եկ ինձ, եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Եվ իրականում նաև այս միտքը, որ հանգստությունը թուլության նշան չէ, այլ հավատքի արտահայտություն։ Երբ մենք հանգստանում ենք Աստծո մեջ, ընդունում ենք, որ նա Աստված է, իսկ մենք ոչ։ Դու գնում ես նրա ներկայության մեջ նրանից վերցնելու, նրանով լցվելու, ուրախանալու, մի պահ դատարկվելու ամեն հոգսերից, ոչ թե մի պահ, մենք իրականում պետք է ամբողջովին դատարկվենք եւ մեր հոգսերը թողնենք նրա ոտքերի մոտ եւ առանց հոգսերի սկսենք մեր աղոթքից հետո Նաև Աստված ինքը հանգստացավ Ծննդոց 2-2-ից 3-ում 7-րդ օրը Աստված ավարտեց իր գործերը։ Գիտես գործերը պետքա ավարտել, ինչպես մեր հայրը ունեցավ սկիզբ եւ ավարտ եւ հանգստացավ իր գործերից։ Քեզ թվում Աստված հոգնել էր, ոչ, Աստված մարդ չի, Աստված չի հոգնում, Աստված չէր հոգնել, բայց հանգստացավ։ Եվ այստեղ հարցը ինչու, որովհետև օրինակ, որպեսի օրինակ լիներ մարդու համար, որպեսի կյանքի աստվածային կարգը, որպեսի ցույց տար այն կյանքը, որը միայն աշխատանքի մասին չէ, այլ նաև Աստծո հետ հաղորդակցվելու եւ այդ հաղորդակցությունից բխած հանգստությունով շարունակելու մնացած քո աշխատանքները եւ ձեռբերումները իրագործելու կամ, չգիտեմ, ամեն մեկի մոտ տարբեր են։ Ադամի առաջին օրը նաև աշխատանքային օր չէր, այլ Աստծո ներկայության մեջ հանգստի օր էր։ Չգիտեմ, մտածել եք այս մասին, Աստված Ադամին ստեղծեց 6-րդ օրը
եւ 7-րդ օրը հանգստացավ Ադամի հետ։ Իմ համար սա հայտնություն էր։ Իհարկե ամեն ինչ կարդում ենք, անցնում ենք, բայց Տերն ուզեցավ ցույց տալ, որ մարդուն չի ստեղծել աշխատելու համար։ Եթե ուշադիր կարդում ենք Ծննդոցը, աշխատանքը անեծքի նշան էր։ Ամեն բան Ադամինն էր ու Եվայինը, ամեն բան փռեց նրանց առաջ Աստված, բայց երբ որ մեղանչեցին, անեծքով անիծված լինես եւ քո քրտինքով աշխատես, այդ ժամանակ եկավ դա, բայց Աստված Ադամի ստեղծեց 6-րդ օրը եւ 7-րդ օրը միասին հանգստացան, ինձ թվում է Ադամի ամենաօրտնված օրերից մեկն ա եղել, Հայր Աստծո հետ հանգստանալը, Աստծո ներկայության մեջ։ Աստված ցանկանում է, որ մենք ապրենք հանգստից, ոչ թե հանգստի սպասումով։ Սա նույնպես շատ կարևոր է։ Մենք շատ հաճախ հոգնում ենք, սպասելով այդ օրվան, այդ գիշերվա քնելուն, այդ կիրակին, եթե չես աշխատում, այսօր շատերը կիրակի էլ են աշխատում։ Գիտեք քարոզը ինչի համար է, որպիսի դատապարտություն չունենաս, որ հեսա արձակուրդներ են ու մի փոքր հանգստանում ենք, վայ, ես չեմ ասում հանգստանանք աղոթքից, հանգստանանք ծառայություններից, ոչ, պարզապես գնա Տիրոջ ներկայության մեջ, լռիր այնտեղ, հանգստացիր, որովհետև սա աստվածային կարգ ու կանոնից է, ոչ թե ամեն բան անենք, որպիսի այնքան հոգնենք, այն որ լեզուները գցում են, որ հանգստի սպասումով այդ անհամբեր սպասենք այդ հանգստին։ Հանգստի օրը Աստծուց է հաստատվել։ Մարդը չի որոշել, հա, ինչպես շատերդ գիտեք, Աստված հենց Ծննդոցի մեջ ինքը նախ հանգստացավ, հետո Մովսեսին 10 պատվիրանների մեջ տվեց։ Ճանաչելով մեր բնույթը, մեր կազմվածքը, Աստված այդպես արեց։ Նա Աստված էր, գերբնական, զորավոր, նրան պետք չէր այդ 7-րդ օրը հանգստանալ, նա հաստատում էր մի կարգ ու կանոն մեզ համար։ Ելիցի 28-ում ասում է հիշիր շաբաթ օրը, որ սուրբ պահես, 10 պատվիրաներից։ Գիտես, հրեաների համար սա շատ կարևոր պատվիրան է։ Այսօր մենք քրիստոնյաները շատ թուլացրել ենք սա, եւ Տերը կամենա մի օր մեր Կարոլին քրոջը պիտի խնդրեմ նաեւ շաբաթի մասին խոսելու, ինչպես գիտեք, որ կաթոլիկ եկեղեցին շաբաթը սարքեց կիրակի, եւ կիրակին էլ այսօր ոչ էլ պահում են, շաբաթը պահվում է ուրբաթ արևածագից մինչև շաբաթ արևածագ, կարծեմ նորից, ես մի քիչ հայերեն արևամուտ, արևածագ, չգիտեմ, մի օր շաբաթը մարդու հորինած օրը չի, այլ Աստծո որոշումն է, որը տրվեց Մովսեսին, որոնք որ քայլում էին անապատով, որոնք աշխատում էին, որոնք որ միլիոնանոց ժողովուրդ էր գնում անապատով եւ տրվեց այս պատվիրանը, որպեսզի հանգստի օր ունենան։ Ինչի համար։ Առաջի բանը մեր մարմինը վերականգնվում է։ Մեր հոգին թարմանում է Տիրոջ ներկայության մեջ։ Աստծո այդ ժամանակ ենք անցկացնում այդ շաբաթը։ Ես ինքս գիտակցաբար շատ հաճախ ուրբաթ երեկոյան զգում եմ դա, որ պետքա հանգստանալ։ Եվ հանգիստը ոչ միայն պատվիրան է, այլ նաև օրհնություն։ Երբ որ դու հանգստանում ես, քո կյանքը օրհնություն է գալիս։ Եվ ընդհանրապես ամեն պատվիրանի հետևը խոստմունք կա։ Եվ այս պատվիրանի հետևը նույնպես, որը որ գիտես, ես ծառայողներ գիտեմ, որ այնքան են ծառայել, վազել, որ իրենց մարմինը մաշացրել են ու մահացել են։ Եվ Աստված դրա համար էլ որ պատվիրաններ ուներ կամ իրավիճակներ Աստվածաշնչում Մովսեսին ասեց, առաքյալներին ասեց, բարձրացրեք մարդկանց, որ ձեզ կօգնեն։
Այտենց միակ անփոխարինելին պետք չի լինել, մաշվել, վերանալ, դա էլ է սատանայի կամքը։ Եվ ընդհանրապես ովքեր որ մի քիչ հասկանում են հանգստի գաղտնիքը, դա առողջության գրավականն է նաև։ Եթե մարդը շատ աշխատում է, ինքը շուտ է հիվանդանում եւ իմունային համակարգը թուլանում է եւ ամեն տեսակի հիվանդություններ կարող է ձեռք բերի, սկսած քաղցկեղից։ Քաղցկեղը ընդհանրապես գալիս է այն մարդկանց մոտ, որոնց մոտ իմունային համակարգը ընկած է։ Ես առաջի բանը, որ անում էի Դեբորայի հետ, առաջին իհարկե աղոթքն էր, հռչակումները, աղերսանքները, ծոմերը Աստծո հետ, բայց երկրորդ բանը ես սկսեցի աշխատել նրա իմունային համակարգի հետ, բարձրացնել եւ Տերը գիտի սուտ չեմ ասում, մենք ընտանիքով եղել է, գրիպ ենք ընկել, տաքություն ենք ունեցել, Դեբորան չի հիվանդացել։ Ես սա Տիրոջ Տերն էր ցուցադրում, որ իր իմունային համակարգը բարձրացրել է։ Իհարկե մենք ենք անում, բայց Տիրոջ տված իմաստությունով եւ Տիրոջ համագործակցությունով։ Սա շատ կարեւոր է, որ քո իմունային համակարգը չընկնի։ Հոգեկան շեղումները շատ հաճախ գալիս են նույնպես անքնությունից տարատեսակ հիվանդություններ կարող ենք ձեռք բերել։ Երբ մենք հանգստանում ենք, ընդունում ենք, որ աշխարհը չի կանգնում առանց մեզ, որտեղ Աստված շարունակում է կառավարել ամեն բան առանց քեզ։ Ես դա հասկացել եմ, նաև այս ծառայություններում եղել այս բացակայում եղել, բայց Աստված Սուրբ Հոգին իր գործը արել է ուրիշների միջոցով։ Մենք միակ անփոխարինելին չենք, Աստված առանց քեզ էլ գլուխ կհանի, եթե դու հանգստանաս։ Մովսեսին Աստված ասեց. Տերը պիտի պատերազմի ձեզ համար։ Ելիցի 14:14-ում դուք լուր մնացեք, Իսրայելը կանգնած էր եւ կարմիր ծովը փակ էր, երբ նրանց ետևից գալիս էր փարավոնը, նրա բանակը ահառու եւ զինված, իտես փակուղի, չգիտեմ դուք ունեցել եք նման բաներ, ես շատ եմ ունեցել, մանավանդ Դեբորայի հետ կապված, այսպես փակուղիներ, որ դեմդ կարմիր ծովն է, հետևդ փարավոնը, բառացի եւ դիվային աշխարհը նույնպես էսպիսին է, երբ որ Աստված դեռ չի բացել, դեռ չի ճեղքել քո ծովը, հետևից թշնամին ցուցադրում է, որպիսի տեսնի դու վստահում ես իրան եւ դրա հետ մեկտեղ ասում է լուր մնա, չի ասում վազեք կամ ավելի շատ պայքարեք, նա ասում է կանգ առ եւ տես իմ գործը, իմ աստվածությունը, ինչպես Հիսուսին ասում են, այս երեխան ինչի համար է հիվանդացել, որպիսի ես փառավորվեմ, որպիսի տեսնեք եւ նաեւ Ղազարոսի դեպքում ուշացրեց իր գնալը, որպեսզի ինքը փառավորվի, մարդու գործոնը երբեմն Աստված խայտառակում է։ Եվ հիշում եմ ինձ հրավիրել էին, որպեսզի Դեբորայի համար ինչ որ եկեղեցիում վկայեի, որոնք նույնպես աղոթել էին։ Գիտես Աստված ասեց, չասես, որ մի հոգի է աղոթել, ես անգամ իմ համար չեմ ասում, որ ես եմ աղոթել կամ ամուսինս, մեր ընտանիքը, թերև ես քամվել էի այդ սկզբի 10 օրը, 2 շաբաթը, ծոմերի աղոթքների, հառաչանքի, գոռալու, չգիտեմ, խլելու, բայց ես իմ վրա չեմ վերցնում այդ փառքը, որտեվ փառքը Տիրոջն է։ Եվ այդ եկեղեցում նույնպես ասեցի, սա կոլեկտիվ աղոթքի շնորհիվ է, որ այսօր մենք ունենք Դեբորայի վկայությունը, հազարավոր մարդիկ, եթե ոչ 10,000
հազարավոր մարդիկ են աղոթել Դեբորայի համար։ Ես շատ հոգևորների եմ ճանաչում այստեղ։ Հայեր, հոլանդացիներ, բելգիացիներ, Ամերիկայում, Աֆրիկայում, ովքեր ինձ ճանաչել են, բոլորը ձայն են տվել իրենց ծառայողներին եւ այնպիսի մարդիկ են ինձ գրել, որ անգամ ես այդ լեզուները չեմ ճանաչում, որ պատասխանեմ։ Սա կոլեկտիվ աշխատանք էր եւ Տերն ասում է կանգ առ եւ իմացիր, որ ես եմ Աստվածը, ես եմ արել։ Երբեմն հավատքի ամենամեծ քայլը ոչ թե վազելն է, այլ կանգ առնելը։ Դու կարող ես սա գրել քո մոտ, սա իրոք այսօր շատերը սովորեցնում են միայն գոռալ, վերցնել, մարգարեանալ, խլել, պոկել, ես ինքս էլ շատ հաճախ, բայց Աստված այսօր սովորացնում է կանգ առ եւ իմացիր, որ ես Աստված եմ։ Եվ ամենամեծ քայլը այսօր երբեմն քո համար միգուցե կանգ առնելն է եւ Աստծուն վստահելը։ Եղիան նույնպես իմ համար Աստվածաշնչյան ամենամեծ հերոսներից մեկն է, որին ես երբ որ իր անունն անգամ տալիս եմ, իմ ներսը խնդություն է գալիս, ցնծություն, շատ եմ սիրում Եղիայի հոգին ես, Եղիայի բնույթը, Եղիայի ավելի շատ օծությունը, քան բնույթը, ինքը բնույթով մի քիչ չոր մարգարե էր, բայց այն օծությունը, որ նա կրում էր, ես շատ եմ սիրում։ Բայց նա հոգնեց, ովքեր կարդացել են, նա վախեցավ, նա հոգնեց ծառայություններից, վազվզուկից, հաղթանակներից, հուսահատվել էր։ Գիտես, այսօր միգուցե քո կյանքում էլ հոգնել ես վազելուց, ապացուցելուց, եւ ուզում ես մի տեղ, որ վերանաս մի պահ, իմ հետ էլ ա եղել, որ ուզում էի ոչ մեկի, ոչ լսել, ոչ մխիթարվել, ոչ խորհուրդ լսել, գիտես, երբեմն գալիս է պահեր, որ դու ուզում ես մենականաս քո հետ ու Աստծո հետ ու վերջ։ Եվ դա էլ է շատ կարևոր ընթացք մեր կյանքում։ Եվ գիտես, երբ որ Եղիան գնաց անապատ, Աստված նախ նրան տվեց խորը քուն։ Շատերն ասում են, աքնեց, դեպրեսիա էր, ես ինքս էլ եմ ասել, բայց ես հավատում եմ, որ ոչինչ առանց Աստծո նախասահմանության չի լինում։ Աստված նրան խորը քուն տվեց։ Վերցրած դա քո համար, երբեմն դու պետքա շուտ քնես, երբեմն պետքա վերականգնես քո մարմինը, որովհետև այստեղ սատանան եւ իր դևերը նույնպես հարձակվում են մեր քնի վրա, որովհետև Աստված ասում է իմ զավակները անուշ քուն կունենան։ Այն մարդիկ, որոնք անուշ քուն չունեն, սա հարձակում է, սիրելիներ։ Այդպես չի, որ մենք այսպես գիշերային շատ հայեր ասում են, մենք գիշերն ենք ավելի ակտիվ, քան ցերեկը։ Ոչ, սա նորմալ չի։ Աստված այդպես չի ստեղծել։ Մենք պիտի քնենք գիշերը, որպեսզի առավոտը առույգ լինենք եւ անենք այն ամեն ինչը, որ ֆինանսներ կբերի, օրհնություն կբերի, եւ ընդհանրապես պիտանի կլինես արարչագործությանը, մարդկությանը, ոչ թե պարապի գիշերը այնքան կնստես այդ հեռախոսի մեջ կամ չգիտեմ ինչերի մեջ, հետո առավոտ այնքան հոգնած լինես, որ պարկես քնես ու ոչ մեկի էլ պիտանի չլինես։ Հասկանում եք, եւ քունը Աստծուց է, Աստված խորը քուն տվեց Եղիային։ Եվ հետո, ինչպես գիտեք, հրեշտակ ուղարկեց նրան մի լավ կերակրեց։ Առողջ սնվելը նույնպես շատ կարևոր է։ Մեր մարմինը պետք է նաև վիտամիներով հարուստ սնունդ սնվենք եւ ջուրը եւ նրան թողեց այնտեղ Աստված հանգստանալու եւ միայն դրանից հետո Աստված սկսեց խոսել, երբ որ Եղիան կերած էր, քնած, քնից արթնացել էր, հագեցել էր,
Երբեմն մեր ամենամեծ հոգևոր խնդիրը ոչ թե հավատքի պակասն է, այլ հանգստի պակասը։ Երբ որ մեր հանգիստը խանգարված է, մենք չենք կարողանում հավատալ, մենք չենք կարողանում պատերազմել, մենք չենք կարողանում խոսքի մեջ կանգնել, հռչակել, վերցնել, ինչ օրենսդրորեն մեզ է պատկանում։ Սա ուզում եմ դու վերցնես քեզ համար։ Հիսուսը նույնպես իր աշակերտներին նախ ցույց էր տալիս, որ ինքը հանգստանում է, ինչպես գիտեք, նավի մեջ նա քնած էր, բոլորն անհանգիստ էին, խորը քնած էր Տեր Հիսուսը, օրինակ ծառայելով, նա առանձնանում էր հոր հետ, սա նույնպես հանգիստ է, գրված է շատ տեղերում, նա առանձնացավ ամբողջ գիշեր, Եվ ես չեմ ուզում այն մարդիկ, որոնք աղոթում են գիշերները, դրա մասին չի խոսքը։ Եվ եթե դու հեռախոսը անջատում ես եւ վերցնում ես Աստվածաշունչ ու ամբողջ գիշեր աղոթում ես, մարգարեանում ես, հռչակումներ ես անում, իմ հետ էլ է լինում, ես գիշերներ աղոթում եմ։ Սա Տիրոջ կամքն է, եթե Տերն առաջնորդում է։ Բայց եթե դու մտնում ես ու չգիտեմ, իմ համար նաև անընդունելի է ուրիշների քարոզները լսել։ Դա քոնը չի, քոնը հոր հետ հաղորդակցվելն է։ Դա ոնց որ դու որդի ես, բայց ոչ այդքան։ Ոնց որ որբ որդի լինես, ուրիշի միջոցով հաղորդակցվում ես հոր հետ։ Հայրն ասում է եկեք ինձ։ Չի ասում, այս ինչ ծառայողի միջոցով եկեք ինձ։ Ինձ երբեք ուրիշների քարոզը հոր ներկայության մեջ չի տարել, հավատացեք։ Հոր ներկայության մեջ տանում է երկրպագությունը, փառաբանությունը, լռելը։ Եվ գիշերային աղոթքների մասին չի խոսքը, երբ որ դու անձնական հաղորդակցվում ես եւ դա Տիրոջ կամքն է, որտեվ կարա մեր կամքն լինի, դա սխալ կլինի։ Հիսուսը նաև աշակերտներին էր սովորեցնում նախ իր օրինակով եւ երկրորդ ասում էր եկեք մի առանձին տեղ եւ մի փոքր հանգստացեք Մարկոսի 6:31-ում ագրված Տես Աստված կողմնակից է հանգստի նա ուզում է որովհետեւ նա գիտի ինչից է մեզ ստեղծել Մենք հրեշտակ չենք մենք երկնային մարմիններ չունենք մենք հող ու փոշիից ենք ստեղծված Մեր մարմինը հոգնում է։ Ես զգում եմ, մանավանդ որ մեծանում ես, զգում ես, որ օրինակ 6 ժամ, 8 ժամ աշխատելուց հետո իմ ոտքերը սկսում է հոգնել, մեջքս, ես ուզում եմ պարկեմ, հանգստանամ։ Անգամ չեմ կարող այդ ժամանակ Աստվածաշունչ կարդալ։ Ես պետքա քնեմ, հանգստանամ, ես սա շատ կարևոր է եւ Աստվածային է, որովհետեւ Աստված գիտի մեր կարողության չափը։ Ավելի շատ Հիսուսը ասաց, ավելի շատ աշխատեք։ Նա ասաց ոչ թե նա ասաց ավելի շատ աշխատեք, այլ նա ասաց հանգստացեք, հանգստացեք։ Նույնիսկ այսօր ծառայողների համար հանգիստը անհրաժեշտություն է։ Անհրաժեշտություն։ Նաև Մարիամն ու Մարթան, չեմ ուզում այս մասին Ղուկասի 10:41-ից 42-ում ագրված Ղուկասի 10:41-42 Մարթան զբաղված էր հաճեցնելով Հիսուսին։ Գիտես, լավ է, դա լավ է, բայց Հիսուսը զգաց, որ դա սխալ տեղից է գալիս։ Հյուրասիրությունը, օրհնություն է բերում մեր կյանք։ Տերը ասում է, որ մենք պետքա հյուրասեր լինենք, աշխատասեր լինենք։ Բայց Հիսուսը տեսավ, որ Մարթան հանգստի կարիք ունի։ Գիտեք ինչու։ Որովհետև նա սկսեց ագրեսիվ խոսել Մարիամի մասին։ Երբ որ մենք հոգնած ենք, մենք սկսում ենք մեղադրել չաշխատողներին։ Մենք կանայք դա շատ լավ գիտենք։ Իմ հետ էլ ա եղել։ Գործից հոգնած գալիս ես, ճաշը պատրաստում ես, սեղանը դնում ես, սեղանը հավաքում ես, ու տենց նստած են մնացածը։ Ու մտածում ես, բարև ձեզ, կարողա ես ձեր ծառանեմ, ու սկսում ես
Գիտես, բաներ կա, այո, պարտականություններ ա պիտի անես, բայց երբ որ դու գերհոգնած ես, դու սկսում ես արդեն դատապարտել, բարկանալ եւ քո արածը կարծես ջուրը տանում ա։ Համաձայն եք իմ հետ։ Իրականում այդպես է։ Դրա համար Հիսուսը տեսնելով Մարիամի ներսը, ասեց Մարիամ, մտազբաղ ես Մարթային, Մարիամը ճիշտն ընտրեց Հիսուսի ոտքերի մոտ նստել, լսել, հանգստանալ, chill, ամեն ինչ հանգիստ է, օրը պայծառ է, Մարիամը բերում է, սնվում ենք, ուտում ենք, սա է, կբերի կուտենք, չի բերի չենք ուտի, հանգիստ էր։ Մարիամը ընտրել էր բարի բաժինը, իսկ Մարտան աշխատում էր Հիսուսի համար եւ Մարիամի համար եւ միգուցե ուրիշ մարդիկ կային, իսկ Մարիամը ժամանակն անցկացնում էր Հիսուսի ոտքերի մոտ։ Եվ այո, երբեմն մենք կանայք ուրիշներին ցուցադրելու համար մեր խոհարարական հմտությունները, խմորեղենները, սալատների տեսականին, ուրիշներին հաճեցնելու համար մենք կարող է այնպես գերհոգնենք, որ ոչ մի հոգևոր բան չմնա մեր մեջ, քամվենք մենք։ Դրա համար մենք պետքա շատ ուշադիր լինենք մեր սրտին։ Ինչի համար ենք մենք օրինակ 6 հատ խմորեղեն սարքում, մի 3-4 հատ սալատներ, տաք կերակուրներ, որ կարող ես ամեն մեկից մի հատ, երկու հատ սարքել, հոգնած չլինես, վայելես ինքդ նույնպես։ Սրանք իմաստություններ ա, որ միգուցե մեր հայկական ավանդույթի մեջ չկա, սիրելիներս, ես շատ լավ գիտեմ, ապրում եմ արդեն 25 տարի երևի թե այստեղ Եվրոպայում, շատ լավ գիտեմ եվրոպացիներին, ռուսների ասած Աննամ всё равно է իրանց համարով ա գալիս իրանց տուն, իրանք խանութից մի հատ պեչենի կառնեն, սեղանին չեն էլ դնի, այսպես կպտտացնեն, հասցրեցիր վերցնես, օքեյ ա, չհասցրեցիր, հաջողություն, սառը կոֆետ կխմես կամ տաք։ Եվ վերջ, իրանք չունեն քեզ ապացուցելու, ցուցադրելու, այստեղ մի ուրիշ խնդիր կա, հյուրասիրության խնդիրն ունեն միգուցե իրանք, բայց մեր հայերի մոտ էլ են չափից ավել ա, եւ դա տանում է արդեն չտեսության եւ ես հիշում եմ, որ նոր էի եկել, երբ որ հոլանդացիներ էին գալիս մեր տուն սուրճ խմելու, դարակների ինչ ունեի հանում դնում էի, ասենց սեղանին, եւ իրանք սարսափում էին այդ սեղաններից, վախենում էին։ Մի անգամ մի ծնող երեխայի մայր էր եկել, ու ինձ պտտվեց, ասեց ես հավատում եմ, որ կգա ժամանակ, որ դու կսովորես ճիշտ սեղան դնել։ Ու ես դատում էի իրան, ասում էի, էս ով են, իրանք հյուրասիրել չգիտեն, մերեղացն էլ, մեր բարի գործերն էլ չեն հասկանում։ Բայց ես հասկացա, որ մենք հայերս ոչ թե միայն հյուրասեր ենք, նաև ցուցամոլ ենք։ Մենք ցուցադրելու ուժեղ ազգն ենք, թե դա կլինի մեր արտաքին հագու կապը, մեր տները, մեր ուտելիքները, մեր եղունգները, մեր մակիաժը, մեր ամեն ինչը տեղը տեղին պիտի լինի։ Ինչի հաշվին ա դա քո հոգնելու, քո ներսը Եղիայի պես գերհոգնած ա, դու քնելու հանգիստի կարիք ունես, դու պետք չի մարդկանց ցույց տաս, քո ցուցադրելով չի որոշվում ով ես դու, քո սեղանով չի որոշվում քո ներսի բնույթը։ Ես չեմ ասում հյուրասեր չլինեք, ինձ ուզում եմ ճիշտ հասկանաք, ես ուզում եմ պարզապես չափի այդ բանը չկորցնեք, այդ համովությունը։ Ես նաև մաքրության մեջ, մենք հայերս եղել ա, որ ասենց տակից վրից սկսում ենք մաքրել, եղել ա իմ երեխեքն էլ, մամ տունը մարդ ա գալու, ոնց որ մենակ մենք պիտի լավ տեղը տեղին մաքրենք, որովհետև տունը մարդ ա գալու, չի ասում եմ, պարզապես անցեք ձեր սենյակները հավաքելու,
Պարզապես պետք չի մարդ կա, որ մենք ամեն ինչ իրա տեղում լինի եւ դա էլ պետք չի գիտես դա էլ հիվանդություն է հոգեկան շեղում է այս հոգեբանությանը մի փոքր տեղյակ եմ այդ սմեյթ հիվանդություն է կոչվում դրանք են մարդիկ են որոնց տները պիտի ամեն ինչ տեղը տեղին իրանց տեղերում լինի եթե մի բան տեղից շարժվում է իրանք հոգեկան շեղումներ են ունենում ես ունեմ ընկերուհի ասում է այ հիմա քո սումկեն որ այնտեղ դրած է իմ ներվերի վրա ազդում է այդ սումկեն ես պիտի հելնեմ վերցնեմ ու դնեմ ուրիշ տեղ այդ սումկեն որ հանգիստ կարողանամ նստեմ իմ համար դա այդքան էլ կարևոր չի որ այստեղ իմ դպրոցի գրքերն են սեն շարանով դրած որտեղ վաղ առավոտյան ինձ պետքա վերցնեմ ու վազելով գնամ դպրոց այնտեղ երեխեքի պայուսակներն են դրած այնտեղ չգիտեմ ամեն մեկի տունը մի բան ես չեմ ասում մենք փնթի լինենք բայց մենք պետք է մեր հանգստին հետևենք ոչ թե հոգեկան շեղումներ ունենանք ուրիշներին հաճեցնելու համար մի փոքր շեղվեցի այն ինչ որ ուզում էի ասեի բայց սա շատ կարևոր է մեր հայ միջավայրի համար, հայ կնոջ համար շատ կարևոր է։ Ես վերցրել եմ ոսկե միջինը, ապրելով համ Հայաստանում, համ Եվրոպայում, եւ դա իդեալական է։ Ես գիտեմ հայեր էստեղ, որոնք ապրում են էստեղ այնպես, ոնց որ հոգեկան շեղումներ ունեցող հայեր, իրոք, որ ամեն բան սեղաններով ա որոշվում իրենց արտաքին տեսքով, տան ապրանքներով, նաև տղամարդիկ ավտոմեքենաներով եւ այլն եւ այլն։ Սա շատ խորը բան է։ Թվում է թե շատ սենց գիտենք էլի, բայց սա շեղում է սիրելիներ։ Երբ որ չափը անցնում ենք, դա շեղում է եւ Աստծո աչքերի մոտ ընդհանրապես շեղում է։ Սա ես եմ այսպես տեսնում, ու պատկերացրեք Աստված ոնց է դա նկատում։ Երկրորդ մնացորդացի մեջ նույնպես 20-ի 17-ում այս պատերազմում դուք չեք կռվելու, կանգնեք Տերն ասում է եւ տեսեք իմ փրկությունը։ Գիտես Աստծո ժողովուրդը շրջապատված էր այդ ժամանակ թշնամիներով եւ Աստված ասում է կանգնեք։ Սա իմ համար նույնպես շատ խորն է, երբ որ քո վրա հարձակումներ կա։ Շատերն ասում են Աստծո ժողովրդի վրա ոչինչ հարձակումներ չի կարող լինել։ Ահա ձեզ նաեւ մի համար։ Եվ նաեւ անցած համարները, ծովը փակ էր, փարավոնը գալիս էր։ Գիտես ինչա կատան, շնչահեղձ մարդիկ վախից կարող է մեռնեին այդ ժամանակ եւ միգուցե շատերը մահացան էլ։ Այստեղ նույնպես ասում է կանգնեք, թշնամին գալիս է, բայց դուք բան մի արեք, կանգնեք, մի վախեցեք, մի կռվեք, կանգնեք եւ ինձ վստահեք։ Եվ Աստված ինքը հաղթանակ տվեց, ովքեր կարդացել են, գիտեք, որ Աստված ինքը պատերազմեց թշնամու դեմ, ովքեր որ ուզում են կարդան բ մնացորդաց 20-ի 17-ից։ Գիտես, այս թեման ուզում եմ մի անգամ էլ խոսեմ, այստեղ ուզում եմ դադարեցնեմ, թող սա լինի առաջին մաս եւ հաջորդ 5 շաբթի ուզում եմ ավելի խորը այս մասին խոսեմ եւ ավարտեմ, որպեսզի հասկանանք ինչ կարեւոր է հանգիստը եւ ճիշտ ապրելը Աստծո մեջ եւ Աստծո հետ։ Հայ շնորհակալ եմ քո իմաստության, գիտության, հանճարի համար, այն խոսքերի համար, որ դու ես ցանկանում որ խոսենք։ Շնորհակալ եմ Տեր ամեն մեկի համար որ լսում է եւ աղոթում եմ Տեր այս սերմը թող ծառ դառնա
Եվ թող է սերմի արմատները կոտրեն ամեն ստություն, ամեն ավանդույթներ, ամեն հիմարություն, ամեն ունայնություն, ամեն դատարկություն, ամեն ցուցամոլություն, ամեն բան ինչը որ դիվային աշխարհից է գալիս Հիսուս Քրիստոսի զորավոր անունով թող քանդված լինի ունայնության ոգին մեր կյանքերից եւ գա այն հասունությունը, լիությունը, համովությունը, աստվածայինը մեր մեջ Հիսուս Քրիստոսի անունով Եղիայի պես Տեր հանգստացրու, կերակրիր եւ ուղարկիր կրկին ել ավելի մեծ գործեր անելու Հիսուս Քրիստոսի անունով փառավորվես ու մեծարվես Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված Ալելույա, ամեն։